Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր արդեն դեկտեմբերի 15-ն է եւ այս հաղորդման մեջ առաջարկում եմ կրկին խոսել հայ առաքելական եկեղեցու շուրջ տեղի ունեցողից, կարևոր մտքեր ունեմ արտահայտելու, ուղղակի չեմ կարող չարտահայտել այդ մտքերը, քանի որ տեսնում եմ, որ կարող է նույնիսկ մի պահ առաջանա, երբ որ շեղում գրանցվի այն օրակարգից, որը որ առաջարկվել է Փաշինյանի կողմից, այսինքն տենդենսը այնպիսին է, որ նույնիսկ Փաշինյանը ինքը կարող է մի պահ համաձայնվի նրան, որ շեղում տեղի ունենա այդ կարևոր օրակարգից, որով որ հայ առաքելական եկեղեցին ավելի մեծ խնդիրներ կարող է նույնիսկ ունենալ, ըստ ինձ։ Պետք է շատ նուրբ գտնվել եւ հասկանալ այս պահը կարևոր, քանի որ եթե հրճակել են գաղափարը, որ Կտրիշներսյանը պետք է հեռանա այն պատճառով, որ ունի երեխա եւ կին, հիմա չպետք է տեղի ունենա այնպիսի իրադարձություն, որի համաձայն, որ հետագայում նոր կաթողիկոսը իրավունք ստանա ունենալ երեխա, կին կամ խախտած չլինի կուսակրոնության ուխտը։ Այսինքն մանրամասն կխոսեմ եւ կբացատրեմ իմ դիրքորոշումը եւ թե ինչու եմ ես գալիս այդ եզրահանգման։ Եկեղեցու հարցերից բացի անդրադառնանք նաև մի շարք կարևոր այլ քաղաքական հարցերի եւ իրադարձությունների, որոնք որ վերաբերում են թե Հայաստանին եւ թե ընդհանրապես աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին։ Սկսենք հոգեվոր թեմաներից, սիրելի հայրենակիցներ, ինչպես արդեն նշեցի, եւ կարևոր է նշել, որ Փաշինյանը այսօր խոսել է նրա մասին, որ կանոնակարգը պետք է անդրադառնա հոգևորականների բարևարկության կանոններին եւ դրանց պահպանման երաշխիքին, այսինքն եկեղեցին ինքը պետք է որոշի, դա է նկատի ունի Փաշինյանը, կուսակրոն է լինելու կաթողիկոսը թե ոչ, կամ ընդհանրապես սրբազանները, հոգևոր բարձրաստիճան հայրերը պետք է լինեն կուսակրոն թե ոչ, բայց քանի որ այսպիսի հարց է բարձրացնում Փաշինյանը, կարևոր է այստեղ նշել, որ ինքը, երբ որ այս թեմային սկսեց անդրադառնալ, խնդիրը այն էր, որ Գարեգին երկրորդը, այսինքն Կտրիշներսյանը, խախտել է կուսակրոնության ուխտը, ունի կին եւ երեխա, եւ եթե այդպիսի փաստերի պատճառով ենք մենք հիմա փորձելու հեռացնել Կտրիշներսյանին, ապա բնականաբար հենց հիմա ըստ իմ համոզման չի կարող ընդունվել այնպիսի կանոնագիր, որով որ ոչ կուսակրոն քահանաները կամ ավելի ճիշտ եպիսկոպոսները, արքեպիսկոպոսները իրավունք ունեն դառնալ ամենայն հայոց կաթողիկոս։ Հակառակ պարագայում ինչի Կտրիշներսյանը նույն չի ունենա տվյալ իրավունքը։ Հասկանում ենք, որ ինքը խախտել է կուսակրոնության ուխտը, բայց եթե նրան հեռացնում ենք եւ ընդունում ենք նոր կանոնադրություն հայ առաքելական եկեղեցու համար, որ արդեն ոչ պարտադիր կուսակրոն բարձրաստիճան հոգևորականը կարող է դառնալ կաթողիկոս, կարծում եմ դա ավելնորդ քննարկումների տեղիք է տալու եւ լուրջ խնդիրներ է ստեղծելու հայ առաքելական եկեղեցու համար։ Այլ հարց է, եթե ապագայում, այսինքն եթե հիմա Կտրիշներսյանը հրաժարական տա եւ ընտրվի նոր ամենայն հայոց կաթողիկոս, դրանից հետո եթե նոր ընդունվի ինչ որ օրենք, ներքին օրենք եկեղեցու համար եւ ամենայն հայոց կաթողիկոս իրավունք ունենան դառնալու ոչ միայն կուսակրոն քահանաները, այլ նաեւ ամուսնացած քահանաները, դա լրիվ ուրիշ է։ Բայց հիմա եթե մենք հեռացնում ենք Կտրիշներսյանին հենց այդ պատճառաբանությամբ եւ մենք տեսնում ենք, որ հիմնական պատճառաբանությունը դա է, սակայն ըստ ինձ հիմնական պատճառաբանությունը դա չպետք է որ լիներ, քանի որ օտար երկրների հատուկ ծառայությունների կապը դա ավելի լուրջ խնդիր է եւ ավելի կարեւոր է, բայց քանի որ դա է վերցրել Նիկոլ Փաշինյանը որպես հիմնական խնդիր հայ առաքելական եկեղեցու համար, ապա հետեւաբար ես գրեթե համոզված եմ, որ ամենայն հայոց կաթողիկոս պետք է ընտրվի այնպիսի մեկը, որ այսքան տարիներ հարգել է կուսակրոնության իր ուխտը, եղել է այնպիսի սրբազան հոգևորական,
եպիսկոպոս կամ արքեպիսկոպոս, ով որ չի խախտել կուսակալության ուխտը եւ երբեք որևիցե կապ չի ունեցել որևիցե երկրի հատուկ ծառայությունների հետ եւ երբեք չի միջամտել քաղաքական գործընթացներին, քիթը չի խոթել քաղաքական գործընթացների մեջ։ Սա իմ համոզումը։ Դրա համար երբ որ ես հիմա տեսնում եմ, երբ որ հայտարարություններով է հանդես գալիս Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, արքեպիսկոպոս Միրզախանյանը, կներեք, ում որ ես շատ լավ ճանաչում եմ, ես կրկին մեկ անգամ նշեմ, որ համայնքային առումով ինքը բավականին դրական համայնքային գործիչ է, ինքը հիմնականում դրական ազդեցություն է ունեցել հայկական համայնքի կայացման գործում, բնականաբար վերջի տարիների մասին է խոսքը, Խորհրդային Միությունից հետո, Խորհրդային Միությունից առաջ այլ իրավիճակ էր, եւ քանի որ Խորհրդային Միության փլուզումից հետո հայ համայնքը Թբիլիսիում շատ բարդ իրավիճակում էր հայտնվել, հենց եպիսկոպոս, արքեպիսկոպոս Միրզախանյանի շնորհիվ բավականին կարևոր առաջընթաց տեղի ունեցավ։ Սակայն հոգևոր իմաստով ես այլ կարծիքներ ունեմ նույն արքեպիսկոպոս Վազգեն Միրզախանյանի մասով։ Կրկնում ինքը շատ հայրենանվեր կարևոր համայնքային գործիչ է եղել նաև, բայց հոգևոր իմաստով ես այլ կերպ եմ նրան միշտ նայել եւ կարծում եմ այդ առումով չեմ սխալվել։ Ու հետեւաբար, քանի որ ինքը հիմա շատ լուրջ ակտիվություն է ցուցաբերում, միանշանակ շատ դրական եմ գնահատում իր ակտիվությունը, նաև եթե ուշադիր եք եղել իր հայտարարություններին, իր հարցազրույցների չափազանց հավասարակշռված, շատ գրաքետ, շատ նուրբ հայտարարություններով է հանդես գալիս արքեպիսկոպոս Վազգեն Միրզախանյանը, նույնիսկ տեղ է թողնում, նաև եթե վաղը իշխանություններ փոխվեն Հայաստանում, ինքը որպեսզի կարողանա խուսափել լուրջ խնդիրներից, այսինքն ասում է, որ ես լավ հարաբերություններ եմ ունեցել նախկին իշխանությունների հետ, լավ հարաբերություններ ունեմ ներկա իշխանության հետ եւ լավ հարաբերություններ կունենամ վաղվա իշխանության հետ։ Ճկուն, չափազանց ճկուն քաղաքականություն է վարում նա։ Սակայն իմ համոզմամբ ամենայն հայոց կաթողիկոսը, ապագա ամենայն հայոց կաթողիկոսը պետք է լինի այնպիսի մեկը, ով որ ոչ միայն քաղաքական ճկունություն ունի, այլ նաև կուսակալության ուխտը խախտած չպետք է լինի, քանի որ հիմա հենց պայքարի հիմքում ընկած է այդ գաղափարը, որ ամենայն հայոց կաթողիկոս պետք է դառնա այնպիսի մեկը, ով որ չի խախտել կուսակալության ուխտը եւ հոգեվոր իմաստով շատ ավելի հավատքով մաքուր անձնավորություն է, կրկնեմ, հոգեվոր իմաստով։ Եթե մենք խնդիր ունենք նույն Կտրիչ Ներսիսյան հետ հոգեվոր իմաստով, ինչպես նաև ազգային իմաստով, քանի որ հատուկ օտարերկրածառայությունների ազդեցություն եք տեսնում, ապա այս պարագայում կարծում եմ քիչ է այն, որ տվյալ անձը, որ լինի ամենայն հայոց կաթողիկոս, չունենա կապ օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ։ Նա պետք է նաև հոգևոր իմաստով շատ մաքուր հավատքով մեկը լինի, հեռու քաղաքականությունից եւ քաղաքական խաղերից, որպեսզի հասարակության լայն շերտերը կարողանան գնալ իր հետևից եւ հավատը վերադարձվի եկեղեցու նկատմամբ։ Հույսով եմ պարզ է թե ինչի մասին եմ սիրելի հայրենակիցներ հիմա ես խոսում։ Եվ դրա համար Փաշինյանի այսօրվա հայտարարությունը չափազանց կարևոր է, բայց ես կոչ եմ անում կոնկրետ Փաշինյանին, որ ինքը հանկարծ չհրաժարվի այդ գաղափարից, քանի որ դա ծուղակ է լինելու միանշանակ իր համար։ Եթե ինքը հիմա ժողովրդի աջակցությամբ, հանրության լայն շերտերի աջակցությամբ հասնում է նրան, որ հայ առաքելական եկեղեցու մեջ տեղի են ունենալու կարևոր բարեփոխումներ եւ հեռացվելու է Կտրիչ Ներսիսյանը, ապա չպետք է ինքը համաձայնվի, որ ամենայն հայոց կաթողիկոս դառնա մեկը, ով որ խախտել է կուսակալության ուխտը, ում շուրջ որ պատտվում են բազմաթիվ լեգենդներ, վատ իմաստով, լեգենդներ, որոնք որ խնդիր են հոգևոր կյանքի համար։ Կրկնեմ, եթե ես էլ առաջնորդվեի անձնական շահերով, անձնական հարաբերություններով տարբեր մարդկանց հետ, միանշանակ այս հարցերը չէի բարձրաձայնի, բայց քանի որ պարտավոր եմ հասարակության առջև
ավելի անկեղծ լինել եւ խոսել այն հարցերից, որոնք որ միանշանակ բխում են մեր ազգային ու պետական շահերից, դրա համար իմ պարտքն եմ համարում զգուշացնել Փաշինյանին, որպեսզի շատ ուշադիր լինի այս հարցում։ Ես քրեթե համոզված եմ, որ մենք կհասնենք նրան, որ Կտրիչ Ներսիսյանը կհեռանա ամենայն հայոց կաթողիկոսի պաշտոնից եւ նոր կաթողիկոսի ընտրություններ տեղի կունենան եւ այդտեղ շատ կարեւոր է Փաշինյանի դերակատարությունը եկեղեցու հետ միասին պետության դերակատարությունը, որպեսզի չընտրվի այնպիսի մեկը, ում որ հասարակությունը կրկին չի վստահելու կոնկրետ հոգևոր իմաստով, չեմ ասում ազգային իմաստով, հոգևոր իմաստով։ Եթե մենք հիմա խնդիր ունենք երկու հարցի հետ կապված, մեկը հոգևոր է Կտրիչ Ներսիսյանի հետ կապված եւ մյուսը արտաքին ուժերի հետ կապն է, ապա մենք հիմա երկու հարցը միանգամից պետք է լուծենք։ Դա չափազանց կարևոր է։ Հետագայում արդեն կարող են ընտրվել ամենայն հայոց կաթողիկոս այնպիսի անհատներ, եթե այդպիսի կանոնակարգ ընդունվի հետագայում նոր կաթողիկոս ունենալուց հետո, ովքեր որ խախտել են կուսակրոնության ուխտը, ամուսնացյալ բարձրաստիճան քահանաներին, եթե եկեղեցին իհարկե ընդունի այդպիսի կանոնագիր, բայց ոչ հիմա։ Եվ ինքն էլ Փաշինյանը փաստացի, ես կարծում եմ, որ գալիս է կամաց այդ եզրահանգմանը, որ եթե նույնիսկ այդ օրենքը ընդունվի, ապա դա պետք է տեղի ունենա նոր կաթողիկոսի ընտրություններից հետո։ Նա նաև խոսել է այն մասին, որ եկեղեցին վերածվել է քաղաքական գործիքի, վերածվել է ցավոք սրտի, պատարակների հիմնական իմաստը այն է, որ քաղաքական քարոզչություն իրականացնեն, օդանավակայանում Կտրիչ Ներսիսյանը փնտրում էր ժողովրդին, այնինչ ժողովրդի հետ իր կապը վաղուց խզվել էր, այսինքն քաղաքական գործունեություն հիմնականում ծավալում բարձրաստիճան հոգևորականներ եւ դա իրոք չպետք է տեղի ունենա։ Ազգային քարոզչություն խնդրեմ, ազգային պատկանելության, ազգային մշակույթի նկատմամբ քարոզչություն խնդրեմ, բայց ոչ քաղաքական քարոզչություն։ Քաղաքական կուսակցության չպետք է վերածվի եկեղեցին։ Եթե վերածվում ես քաղաքական կուսակցության նման ինչ-որ գործիքի, ապա միանշանակ օտար երկրների հատուկ ծառայությունները հետաքրքրվելու են քեզանով եւ քեզ օգտագործելու են քաղաքական նպատակներով։ Երբ որ ասվում է, որ քաղաքականությունը կեղտոտ է, ճիշտ է, ես չեմ ընդունում այդ գաղափարը, որ քաղաքականությունը շատ կեղտոտ է, բայց միանշանակ հոգևորականների համար քաղաքականությունը պետք է որ կեղտոտ լինի։ Քաղաքականությունից հեռու պետք է լինեն մեր հոգևորականները, ուղղակի պետք է մաքուր առաջնորդվեն ազգային եւ պետական գաղափարներով, քանի որ քաղաքականությունը ուրիշ բան է, ազգային եւ պետական քարոզչությունը լրիվ այլ բան։ Անցնենք այլ հարցերի, սիրելի հայրենակիցներ, այսօր տեղեկություն տարածվեց, հորիշտ 3, որ Արարատ Միրզոյանը մեկնում է Բրուսել, որտեղ որ մասնակցելու Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարների հավաքին, այլ տեղեկություններ չկա, բայց այն, որ Հայաստանի արտգործնախարարին արդեն հրավիրում են նման հանդիպումների, չնայած եթե չեմ սխալվում, սա առաջինը չէ, բայց միևնույն է շատ կարևոր է, որ անդամ երկրների արտգործնախարարների հավաքին, երբ որ մասնակցում է նաև Հայաստանի արտգործնախարարը, դա շատ բանի մասի է խոսում, միանշանակ շատ բաների մասի է խոսում եւ մեծ հույս է ներշնչում մեր ժողովրդի համար, մեր պետության համար, որ ի վերջո Հայաստանը կկարողանա դառնալ Եվրամիության անդամ։ Ես էլ մեծ հույսեր ունեմ, չնայած որ աշխարհը այնքան խառն է, որ վաղվա օրը շատ դժվար է կանխատեսել, բայց շատ կարևոր է, որ կրկին ասեմ, Արարատ Միրզոյանը մասնակցում է այդպիսի կարևոր հավաքներին, որտեղ որ ներկա կլինեն Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարները։ Չնայած համոզված եմ, որ Ուկրաինայի եւ Մոլդովայի արտգործնախարարները եւս այնտեղ կլինեն։ Այդպես եմ ես կարծում։ Նաև հետաքրքիր հայտարարություն է այսօր հնչել էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի կողմից, Ադրբեջանից մի խումբ նոր բեռների տեղափոխման մասին Հայաստան։ Նա ասել է, որ ճանապարհին նոր խմբականակ կա Ադրբեջանից եկող բեռների մասով, ասել է, որ ինքը անձամբ է գնալու դիմավորելու այդ բեռը, կոնկրետ չի մանրամասնել, թե ինչի մասին է խոսքը։ Ես կարծում եմ, որ Վրաստանի տարածքով Հայաստան նավթամթերք տեղափոխվող
բերի մասին է խոսքը, շատ կարևոր է դա Հայաստանի համար, բայց ես նաև խոսել եմ այն վտանգների մասին մեր նախորդ հաղորդման մեջ, որոնք որ կարող են առաջանալ այդ փոխադրումների հետևանքով, այս հարցով չափազանց զգույշ պետք է լինեն Հայաստանի իշխանությունները, ինչպես նաև Հայաստանի հասարակությունը։ Ու քանի որ նոր անդրադարձանք նաև Եվրամիությանը վերաբերող հարցերին եւ Հայաստանի եւ Եվրամիության միջև հարաբերություններին, այսօր շատ կարևոր հայտարարությամբ է հանդես եկել Կայա Կալասը։ Կայա Կալասը, որ փաստացի ղեկավարում է Եվրամիության արտաքին քաղաքականությամբ, նա ասում է, որ Հայաստանում շուտով ընտրություններ տեղի կունենան, խորհրդարանական ընտրություններ 26 թվականին, եւ Հայաստանի իշխանությունները խնդրել են, որպեսզի Եվրամիությունը օգնի հիբրիդային այդ պատերազմների դեմ էֆեկտիվ պայքար մղելու համար, հակազդելու համար Մոլդովայի օրինակով։ Այս հայտարարությունը չափազանց կարևոր է, եւ դա նշանակում է այն, որ Եվրամիությունը իրոք պատրաստ է օգնել Հայաստանին հակազդելու հիբրիդային այդ հարձակումներին, որոնք որ մղում է Ռուսաստանի Դաշնությունը իր սատելիտ քաղաքական ուժերի եւ լրատվամիջոցների միջոցով, բայց բայցերը միշտ կան, ու ես միշտ խոսում եմ այդ բայցերի մասին։ Շատ վատ է, որ Կայա Կալասը այդպիսի հայտարարություններ է անում բաց։ Շատ լավ է, որ Հայաստանի իշխանությունները խնդրել են Եվրամիությանը, շատ լավ է, որ Եվրամիությունը մտադիր է օգնել Հայաստանին հակազդելու կոնկրետ այդ հարցում ռուսական քարոզչությանը, բայց այդպիսի հայտարարությունները շատ բարդ իրավիճակում են դնում Հայաստանի իշխանություններին եւ մեծ խնդիրներ են ստեղծում փաստացի Հայաստանի իշխանությունների համար։ Հետևաբար Հայաստանի իշխանությունները կարծում եմ պետք է աշխատանք տանեն, լրացուցիչ շատ լուրջ աշխատանք տանեն, որպեսզի այդպիսի հայտարարություններ չհնչեն Եվրամիության կողմից։ Տեսանք մենք մերձի հայտարարությունները, տեսանք մենք Մարտակոսի հայտարարությունները Եվրամիության ընդլայնման հարցով, երբ որ ստորագրվում էր Եվրամիության եւ Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության փաստաթուղթ, այսինքն Եվրամիությունը սկսել է հիմա բացի խոսել այն մասին, որ Հայաստանը իր դաշնակիցն է, Հայաստանը իր հետ է, ընդհանրապես չմտածելով այն մասին, որ դրանից Հայաստանը լուրջ խնդիրներ կունենա։ Գիտեմ, կան բազմաթիվ քարոզիչներ, ովքեր որ հակառակի մասին են պնդում, ասում են, որ Հայաստանը պետք է կողմնորոշվի այսպես կամ այնպես, իսկ ես կարծում եմ, որ Հայաստանը վաղուց կողմնորոշվել է, Հայաստանի ընտրությունը միանշանակ Եվրամիությունն է, միանշանակ, բայց Հայաստանը առաջնորդվում է իր ազգային ու պետական շահերով։ Հետևաբար, եթե Հայաստանի իշխանությունները սուր հայտարարություններ չեն անում Ռուսաստանի նկատմամբ, դա բխում է մեր ազգային ու պետական շահերից։ Եվ պետք է բացատրենք մեր եվրոպացի գործընկերներին, որպեսզի այդպիսի բարդ իրավիճակում չհայտնվեցնեն այլևս Հայաստանին, Հայաստանի իշխանություններին, որովհետև դա կարող է շատ լուրջ խնդիրներ, ցավոք, շատ լուրջ խնդիրներ ստեղծել Հայաստանի համար, Հայաստանի ապագայի համար։ Դրանով իրենք միգուցե շատ կարևոր հայտարարություններ են անում իրենց համար, բայց նոր խնդիրներ են ստեղծում Հայաստանի Հանրապետության համար։ Գաս սիրելի հայրենակիցներ, մի քանի խոսքով անդրադառնանք նաև միջազգային կարևոր հարցերի։ Գիտեք, Բերլինում շատ կարևոր հանդիպում էր տեղի ունենում Վիտկոֆի, Կուշների եւ ուկրաինական կողմի միջև, Զելենսկիի միջև եւ հետաքրքիր հայտարարություններ կան։ Երեք են քննարկումներ տեղի ունեցել, այսօր են քննարկումներ տեղի ունենում, շատ բարդ քննարկումներ են։ Ամերիկայի Միացյալ Նահանգները փոխում է իր առաջարկությունները, փաստացի մենք դա տեսնում ենք այդ 20 կետը, որը որ կար, մի փոքր այլ տեսք է ստանում, հիմնական հարցը Դոնբասն է, ով եւ ինչքանով է զիջելու Դոնբասը, սա է հիմնական հարցը, սիրելի հայրենակիցներ, բայց հարցը նրանում է, որ Ուկրաինան հարց է բարձրացնում, թե եթե Դոնբասից դուրս են գալիս, ովքեր են լինելու Դոնբասում։ Հարց 1 եւ հարց 2, արդյոք այդ անվտանգության երաշխիքները իրոք ՆԱՏՕ-ի 5-րդ կետի հավասար երաշխիքներ կլինեն Ուկրաինայի համար։ Սա է ամենակարևոր հարցը,
որը որ բարձրաձայնում է ուկրաինական կողմը։ Ու ընդհանուր առմամբ, եթե այդ հարցերի պատասխանը տրվի, Ուկրաինան համաձայն է ամերիկյան առաջարկներին, այսինքն Դոնբասի մնացած հատվածից կարող է դուրս գալ, բայց ուկրաինացիները առաջարկում են, որ ռուսներն էլ պետք է իրենք հետ քաշվեն եւ այդ տարածքներում ռուսական ներկայություն չպետք է լինի։ Տեսնենք ինչ է պատասխանելու ամերիկյան կողմը, բայց շատ բարդ է, ես չգիտեմ ինչպեսի լուծում է գտնելու Ամերիկայի Միացյալ Նահանգները, իրոք եթե ուկրաինական զորքերը դուրս են գալիս, ռուսներն էլ չեն մտնում ապահովելու այնտեղ անվտանգությունը։ Եվ ահա այս ֆոնին հետաքրքիր հայտարարությամբ է հանդես եկել նաև Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, ասել է, որ այն ժամանակաշրջանը, երբ որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ապահովում էին Եվրոպայի անվտանգությունը, այդ ժամանակները ավարտվել են եւ եվրոպացիները պետք է արդեն այդ նոր իրավիճակում սկսեն աշխատել։ Այդ ժամանակները այլևս դժվար թե ետ գան եւ դրա համար եվրոպացիները ինքնուրույն պետք է ապահովեն իրենց անվտանգությունը։ Այս բայդրությամբ այսքանը, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։